վերջն եկել է, վերջը։ Գաղտնալսված այս ձայնագրությունը սոցցանցերում հրապարակել են Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչները։ Նրանց պնդմամբ հնչողը գործարար Ստեփան Սամվելյանի ձայնն է։ Նրան վերագրվում է Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի եւ նրա նախկին կուսակից, այս պահին Սահմանադրական դատարանի դատավոր Արտակ Զեյնալյանի սպանության նախապատրաստությունը։ Հրապարակված գաղտնալսումներից էլ երևում է, որ կատարող անձը Ստեփան Սամվելյանը հայտարարում է, որ գնալու եմ կուսակցության դուռը բացեմ եւ ով ուզում է լինի ու այնտեղ արդեն մնացած իր բոլոր հետևանքներով։ Այսինքն անձի համար կարևոր չի եղել այդտեղ գտնվող անձանց քանակը, նրանց ով լինելը, ակնհայտ է, որ հանցագործությունը իր տրամաբանական ավարտին հասցնելու պայմաններում տուժող հանդիսանելու էին նաեւ այլ անձինք։ Քննչական կոմիտեն 2 ամիս առաջ էր հաղորդագրություն տարածել, գրելով Սամվելյանը դիտավորությամբ ձեռք է բերել եւ իր բնակության հասցեում պահել ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության F1 տեսակի մարտական ձեռքի նռնակ։ Ես դրանց մաման պայթացնեմ, մաման լացացնեմ։ Հələ ուր է, այս բան չէ, որ ես մասազորից այդքան ուշացնեի։ Մնաց է ուշացի կամ իդեք շատի, վերջ։ Ուսումնասիրությունները հերիքա 7 օր։ 7 անգամ գնացի գիտես չէ, 7 անգամ։ Նոմերը ուզում ես այդ Արամի գրասենյակը ինչ անես։ Լավ էլի, կգաս խոսանք։ Էդի Հեռախոսի խոսակցությունի։ Ըստ նախաքննական մարմնի հաղորդագրության Ստեփան Սամվելյանը չկարողանալով պարզել Արամ Սարգսյանի բնակության հասցեն, սկսել է ուսումնասիրել Երևանում գտնվող նրա գրասենյակը, դրան հարակից հատվածները եւ այդ նպատակով բազմիցս այցելել է գրասենյակին հարող տարածք։ Արամ Սարգսյանի գրասենյակում չլինելու պայմաններում Սամվելյանը չի կարողացել իրականացնել իր մտադրությունը, այնուհետև նրա մոտ գտնվող մարտական ձեռքի նռնակը ԱԱԾ աշխատակիցները հայտնաբերել են Սամվելյանի բնակության հասցեի խուզարկության ընթացքում։ Սարգսյանի ներկայացուցիչը մատնանշելով գաղտնալսված հեռախոսազրույցներին այլ անձանց մասնակցության փաստը նշում է. մեղադրյալի աթոռին միայն Սամվելյանը չպետք է լիներ։ Ամբողջությամբ բացահայտված չէ գործող անձանց շրջանակը։ Նախ Ստեփան Սամվելյանը մեր կարծիքով չի գործել միայնակ եւ առնվազն այս գործով վկայի կարգավիճակ ունեցող 2 անձինք պետք է ունենային դատավարական այլ կարգավիճակ։ Եվ մինչ Սարգսյանի թիմը գաղտնալսումներ է հրապարակում, Ստեփան Սամվելյանի պաշտպանը ոչ միայն հայտարարում է մեղադրանքի շինծու լինելու մասին, այլև ահազանգում պաշտպանյալի իրավունքների ոտնահարման եւ նրա առողջական ծանր վիճակի մասին։ Ամբաստանյալը տևական ժամանակ է դատապարտյալների հիվանդանոցում է, մի պահազանգով այս ընթացքում տեղափոխվել է նաեւ քաղաքացիական հիվանդանոց։ Հուլիսի 24-ին եւ նա վերցվել է կալանքի տակ պարոն Չիչոյանի որոշման հիման վրա։ Նա տարածել է երիկամային ապավարարություն 4-րդ կարգի, բացի այդ ունեցել է ինսուլտ, ինֆարկտ, գլխի հետ կապված խնդիրներ։ Դեռևս 1 ամիս առաջ տեղի ունեցած դատական նիստին էր Փոստանջյանը դատարանին ներկայացրել Սամվելյանի առողջական խնդիրների մասին։ Դուրս գրման էպիկրիզ ամսի 1-ով սեպտեմբերի, որտեղ գրված է սև սպիտակով քրոնիկ երիկամային անբավարարություն տերմինալ փուլ։ Այսինքն իմ հստակորդս, ով պետք է ամսի 1-ին սեպտեմբերի, այսօր արդեն 16-ն է, ստանալ դիալիզ չի ստանում։ Եվ այդ դրանով պայմանավորված իր կյանքին վտանգ է ստանում, որ երիկամային եւ միզածորանների հիվանդություններ, քրոնիկ երիկամային անբավարարություն տերմինալ փուլ։ Այս կա կառավարության որոշման անհամատեղելի է եւ կալանքի հետ։ Եվ նաև հետագա պատժի կրման ժամանակ Փոստանջյանը սոցիալական ցանցերում գրեթե ամենօրյա ռեժիմով ահազանգում է պաշտպանյալի օր-օրի վատթարացող առողջականի մասին, զուգահեռ անդրադառնալով Սամվելյանին առաջադրված մեղադրանքին։ Ըստ փաստաբանի նրա առողջական վիճակը թույլ չէր տա նման արարք կատարել։ Ստեփան Սամվելյանին մեղսագրում են մի արարք, որը նա բացառիկ հնարավորություններ չուներ, բացարձակապես, այսինքն դա բացառվում է այդ բառի բուն իմաստով, որ նա կարողանար ինչ-որ նմանատիպ մի արարք անել։ Փոստանջյանն իր հերթին հրապարակել է Սամվելյանի տան քննչական գործողությունների, ինչպես նաև մյուս կողմի ցուցմունքների տեսագրությունները։ Ըստ նրա, նախաքննական մարմինը խուզարկությունն անօրինական է կատարել։ Ավելին, կասկածի տակ է դնում մահճակալի տակից նռնակ հայտնաբերելու փաստը։ Էս ինչա՞։ Ոսկետ, շորերս։ Շորերս։ Բացեք։ Բացեք։
Ի վերջո, արդյոք ճանաչում էին միմյանց Արամ Սարգսյանը եւ Ստեփան Սամվելյանը, ինչու պետք է ենթադրյալ հանցանքը կատարվեր, թշնամություն կար նրանց միջև։ Լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվում, որ Սամվելյանը Սարգսյանին իր բիզնեսից մասնաբաժին խլելու մեջ է մեղադրում։ Սարգսյանի կողմը սակայն հերքում է։ 30 եւ ավելի տարիներ անձնական շփում չի ունեցել մարդը Արամ Սարգսյանի հետ։ Իրենք միասին իրար հետ որևէ բիզնես գործունեություն չեն իրականացրել երբևէ։ Այսինքն ինչ որ եղել է այդ իր բողոքի վերաբերյալ, ինչ պահանջներ ուներ ինքը Արամ Սարգսյանի նկատմամբ, դրանց վերաբերյալ արկա են եղել քրեական գործեր, դրանք քննվել են, հասցվել են իրենց տրամաբանական ավարտին, եթե այդ արարքներում իր կողմից որպես իրեն պատճառված վնաս դիտարկումը համապատասխաներ իրականությանը, ապա դա պետք է ունենար իր տրամաբանական իրավական հետևանքները, բայց դա չի եղել, տեղի չի ունեցել։ Աղմկահարույց այս գործն արդեն դատարանում է նախնական լսումների փուլում։ Դատաքննության ավարտին, եթե դատարանը վճռի, որ Սամվելյանն իրապես ցանկացել է սպանել Սարգսյանին եւ նախապատրաստական աշխատանքներ է կատարել, ապա նրան սպառնում է ազատազրկում, թե ինչ չափով այս պահին հստակ չէ, կարող է մեղմացուցիչ հանգամանք դիտվել Ստեփան Սամվելյանի առողջական վիճակը։